Սուրեն Սուրենյանցը իր Facebook-յան էջում գրել է. Երբ իշխանությունն ինքն է հայտարարում ընտրությունների արդյունքը, այս ընտրություններից հետո նախկին իշխանություններն ու օլիգարխները վերջնականապես դուրս են մղվելու քաղաքական դաշտից, ձևակերպումը հնչեցրել է ոչ թե ընդդիմադիր գործիչ, այլ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հենց այդ հանգամանքն է հայտարարությանը տալիս ոչ թե քաղաքական գնահատականի, այլ ինստիտուցիոնալ խնդրի բնույթ։ Ժողովրդավարական ընտրությունների հիմնական արժեքը դրանց անկանխատեսելիությունն է։ Քվեարկության արդյունքը պետք է ձևավորվի քաղաքացիների ազատ ընտրության միջոցով, այլ ոչ թե իշխանության ղեկավարի կողմից նախապես հնչեցված վերջնական կանխատեսումներով։ Երբ երկրի վարչապետը հրապարակավ ազդարարում է, որ որոշ խմբեր ընտրություններից հետո անշրջելիորեն դուրս են մղվելու քաղաքական դաշտից, այդ խոսքը այլևս չի ընկալվում որպես սուբյեկտիվ կարծիք։ Այն վերածվում է ուղերձի, հստակ ենթատեքստով եւ հնարավոր հասցեատերերով։ Այս հայտարարությունը կարող է ընկալվել որպես ազդակ պետական համակարգի տարբեր օղակներին, վարչական ապարատին, իրավապահ մարմիններին, ընտրական գործընթացում ներգրավված կառույցներին։ Այն ձևավորում է ակնկալիք, թե ինչ արդյունք է ցանկալի ընտրությունների ավարտին։ Ուշագրավ է նաև, որ նման պնդումը չի հիմնավորվում որևէ հանրային կարծիքի ուսումնասիրությամբ կամ սոցիոլոգիական տվյալներով, չկան հղումներ ընտրական վարքագծի վերլուծությունների, քաղաքական ուժերի վարկանիշների կամ անկախ հետազոտությունների վրա։ Փաստարկների բացակայության պայմաններում հայտարարությունը դուրս է գալիս վերլուծության դաշտից եւ տեղափոխվում կամայականության հարթություն, ներկայացնելով ոչ թե հավանական սցենար, այլ իշխանության նախընտրելի պատկեր։ Այսպիսի խոսքը հանրային գիտակցության մեջ ամրապնդում է այն գաղափարը, որ ընտրությունների արդյունքը պետք է համապատասխանեցվի նախապես ձևակերպված ճիշտ պատկերի։ Այդ պահից ընտրական գործընթացը սկսում է ընկալվել ոչ թե որպես մրցակցային պայքար, այլ որպես արդեն ձևավորված քաղաքական դասավորության հաստատում։ Խնդիրը տվյալ խմբերի կամ նախկին դերակատարների քաղաքական ճակատագիրը չէ։ Ժողովրդավարության համար առավել վտանգավորն այն է, որ գործող իշխանության ղեկավարը փաստացի երկրորդական է դարձնում ընտրողի որոշումը, նախապես սահմանելով քաղաքական դաշտի մաքրման վերջնարդյունքը։ Սա հակասում է ազատ մրցակցության սկզբունքին եւ ստեղծում է կանխորոշված սցենարի տպավորություն։ Այս ֆոնին առաջանում է հիմնարար հարց. Եթե ընտրությունների արդյունքը ներկայացվում է որպես արդեն որոշված, ուրեմն ինչ դեր է մնում քաղաքացիներին։ Քվեարկությունը դառնում է իրական ընտրություն, թե պարզապես ձևական գործողություն, արդեն ընդունված քաղաքական որոշումը լեգիտիմացնելու համար։ Այստեղ է, որ քաղաքական ինքնավստահությունը հատում է իր սահմանը եւ սկսում դրսևորվել որպես ավտորիտար մտածողության բաց ազդակ։ Այն պահից, երբ իշխանությունը խոսում է այնպես, կարծես հաղթողը արդեն հայտնի է, ժողովրդավարական գործընթացը սկսում է արժեզրկվել ոչ թե գործողություններով, այլ բառերով։